Ողջույն ընկերներ, այսօր իրականում ես դուրս եմ եկել մի շատ հետաքրքիր վլոգ նկարելու, չգիտեմ առաջինը սա կդնեմ թե այդ վլոգը կդնեմ, բայց եթե առաջինը սա եմ դնում, ուրեմն սփոյլ եմ անում ձեզ համար, ես Hermes-ի մասին վլոգ ունեմ նկարած իր մարքեթինգային բոլոր կանոններով եւ ընդհանրապես ասեմ, որ ես սկսել եմ բրենդերի մարքեթինգային վերլուծությունը անել եւ բավականին հետաքրքիր նյութեր եմ ձեզ համար նկարելու, քանի որ ես դեռևս ունեմ լիցք իմ հեռախոսի մեջ եւ հնարավորություն նկարելու հետաքրքիր ինչ-որ մի բան։ Ես որոշեցի, որ ձեզ համար վլոգ կնկարեմ։ Հիմա ես գտնվում եմ Վալենսիայի կենտրոնում ու այնտեղ տոնածառնել են անգամ դրել, որը չեմ կարողանում փորձեցի կադր վերցնեմ տոնածառից, ոչ մի գրավիչ բան էլ չկա։ Պարզապես այսօր ես անընդհատ փորձում էի նկարել նախ եւ առաջ իմ սխալ համար առաջինը, որ ես չգիտեմ կկարողանամ երբևէ ուղղել թե ոչ, այն է, որ ես բավականին ուշ էի իջել քաղաք, որքան էլ որ տարօրինակ է, որ այդքան մոտ ապրելով ես շատ ուշ էի եկել կենտրոն ինչ-որ մի բան նկարելու համար եւ ի անակնկալ ինձ այնքան շատ էին մարդիկ, որ պարզապես չի կարողանում գտնել այն փողոցները, որոնք որ դատարկ կլինեն ու ես կկարողանամ ինչ-որ մի բան նկարել։ Ինչի պատճառով ես այդ խառնիճաղանջ երևույթների մեջ փորձեցի ինչ-որ բաներ նկարել, որը բնականաբար շատ վատ ստացվեց, ասեմ ավելին, նաեւ այնպես նկարեցի, որ հետո չկարողացա բեռնել հեռախոսից մեջ ու այդպես կորան այդ բոլոր կադրերը, բավականին հետաքրքիր կադրեր են եւ հիմա ես փորձում եմ այդ վլոգը նորից նկարել ու ցույց տալ ձեզ նախատոնական Վալենսիան։ Իրականում նախատոնական Վալենսիան բավականին աղմկոտ է եւ շատ դժվար է ընդհանրապես որևէ մի բան փորձել նկարել այդ մեծ աղմուկի եւ այդ մեծ մարդկանց շարժի մեջ։ Հիմա փորձում եմ գնալ դեպի էլի այն հատվածները, որտեղ որ շատ մեծ են շարժը եւ ձեզ ցույց տալ այն բոլոր շարժը, որ հիմա տեղի ունենում Վալենսիայի կենտրոնում ու ինչի պատճառով որ ես չկարողացա երկար ժամանակ տեղ գտնել, ինչպես տեսնում եք արդեն մտնելու ժամանակն է ու ես ճիշտ ասած չի կարողանում նորմալ ու հարմար տեղ գտնել, որպեսզի այդ վլոգը նկարեի, չնայած իմ պայքարները հաջողվեցին, ես որոշակի կադրեր վերցրեցի, որոնք կփորձեմ համադրել նաև այլ կադրերով, փորձեմ հետաքրքիր վլոգ ստանալ ու ուզում եմ անպայման այսօր մոնտաժեմ, հուսով եմ դա ինձ մոտ կստացվի։ Ինչևէ, այս հոլովակի կոմենտներում կարող եք գրել ինչ բրենդերի մասին եք ուզում, որ ես վլոգ անեմ, խոստանում եմ ընդհանրապես մոնտաժ չեմ անելու, ոնց որ կա իրա բոլոր չստացված կադրերով, անկեղծ հավես չունեմ որևէ մոնտաժ անելու, հատ դնելու եմ, առանց բավականին դժվար է բեռնվում, իրար հետևից դնելու եմ, ինչ որ հետաքրքիր վլոգ ստանամ այն մասին, թե դուք ինչ բրենդերի մասին եք ուզում, որ ես վերլուծություններ անեմ։ Այս պահին սկսել եմ լյուքս դասի բրենդերից, ինչպիսին են Schiaparelli, Chanel, Louis Vuitton, առաջին նկարել եմ Hermes-ի մասին, ինչպես ձեզ պատմեցի, եւ փորձելու եմ հետաքրքիր մարքեթինգային ու բիզնես տրյուկներ սկսել։ Հաջորդը պլանավորում եմ Schiaparelli եւ Chanel-ի պատմությունը ձեզ պատմեմ։ Հետաքրքիր բիզնես տեխնիկաներ եմ այդտեղից առանձնացրել, Louis Vuitton-ի մասին եմ խոսելու։ Հիմա եկանք այդ crowd-ի տեղերը հասանք, որտեղ որ լիքը մարդ կա ու ես մեծ դժվարությամբ եմ անցնում այդ crowd-ի տեղերով, crowd-ի ասված լիքը մարդ, այնքան դժվար է եղեք, որ ժամանակի ընթացքում այստեղ չօգտագործելով շատ բառեր, հատկապես գրական բառեր, ինչի համար շատ եմ նկատողություն ստանում, իմ լեզուն դադարել օգտագործելու այդ բառերը ու ես մոռացել եմ շատ բառեր, ինչը որ ինձ համար մեծ ցավ է։ Հիմա էլի եկա, խառնվեցի միտեղ ու արդեն ավտոներն ու մարդիկ փորձում են իմ վրայով անցնել, ինչը որ ինձ այդքան էլ դուր չի գալիս։ Ամեն դեպքում այստեղ արդեն շատ մարդիկ կան ու ես ընկնում եմ ոտի տակ։ Այստեղ իմ հետևում, չգիտեմ որքանով երևում, որքան չի երևում, Zara-ն է եւ այս կողմում իմ շատ սիրելի Lego-ն է։ Ես այս փողոցը շատ եմ սիրում։ Lego երբեմն այցելում եմ, այստեղ էլ Vans-ն է, եթե կկարողանամ վերցնել կադրով, չեմ կարողանում, վերցրեցի կադրով, եւ մյուս փողոցում էլ Տոսն է, որը որ, չգիտեմ, էլի իմ սիրելի բրենդերից եմ, բայց ինչևէ, արդեն այստեղ սկսում եմ խառնվել crowd-ին, արդեն այստեղ շատ մարդիկ են, արդեն էլի փորձում են ինձ վրայով անցնել, մյուս տեղում ներքևում Dessing Wall-ն է, շատ ներքև, շատ չեմ տեսնում բրենդերը, այս լայքի նշանը չեմ սիրում, բայց չեմ մոնտաժելու եւ չեմ հանելու, որովհետեւ խոստացել եմ, որ այս վլոգը ընդհանրապես չի մոնտաժվելու որևէ կերպ։ Բրենդեր, որոնք ձեզ շատ հայտնի են, բայց Հայաստանում իհարկե դրանք փորձում են անվանել լյուքս դասի, բայց դրանք բոլորովին լյուքս դասի չեն։ Դրանք ամբողջապես մաս մարքետ են, որովհետև մաս մարքետը միջազգային շուկայում ունի իր հստակ սահմանումը եւ հասանելիության իր քաղաքականությունը, անգամ շատ դեպքերում Louis Vuitton-ն են անվանում մաս մարքետ եւ գնային քաղաքականության հետ արդեն մաս մարքետ համարվելը այդքան էլ կապ չունի։ Փորձում եմ քայլել երեխեք կենտրոնական հատված, որտեղ որ շատ բրենդեր կան,
ու ձեզ ցույց տալ նաև այդ փողոցը։ Իմ շատ սիրելի Stradivarius-ն է, ինչպես տեսնում եք, դիմացում Media Market-ն է, որը որ այստեղ տեխնիկայի առաջատար խանութներից մեկն է, այնպես որ փորձում արդեն հասնել այդ կենտրոնական հատվածներ, հետո ես ձեզ բարձրանալու եմ ու ցույց կտամ Torres de Serranos, որը որ մեծ այդպես ոնց անվանեմ, դա ձեզ դարպասները օլա ենք ասում, իրանք չեն երևում կադրում։ Okay, ամեն դեպքում այսինքն հետաքրքիր է այստեղ վլոգ նկարելը, մեկ-մեկ փորձում եմ մտնել քո վլոգի մեջ, մեկ-մեկ ոչ, սա շատ հետաքրքիր լեֆթիսն է, որը որ ես շատ եմ էլի սիրում ու այստեղից առևտուր եմ անում, բայց անկեղծ եմ ասում, այս լեֆթիսը էլի շատ mass market է, լեֆթիսում կարող ես գտնել այնքան մաչելի լուքեր ու այնքան մաչելի հագուկապ ու հագնվել շատ հետաքրքիր, որ ես այդ բրենդը շատ եմ սիրում, եւ եթե դուք այդտեղ ինչ որ ակցիաներ եք տեսնում, պետք է շտապեք դա գնելու, որովհետեւ մի վայրկյանում կվերջանա։ Այո, ես եկա այդ crowd-ի տեղը, որտեղ որ լիքը մարդ կա, դիմացը pull and beer-ն է, չգիտեմ երևում է թե չէ։ Այս կենտրոնն է, որտեղ արդեն ուզում են իմ վրայով անցնել։ Ես լուրջ եմ ասում, վախենում եմ այստեղ ինչ-որ բան նկարելուց, որովհետեւ ահա որ շատ մարդիկ կան, ու ես չեմ սիրում, որ լիքը մարդիկ են լինում, ու այդ ուշադրությունը ինձ ահա որ խանգարում է։ Չնայած մարդիկ շատ սիրալիր են, մարդիկ սիրում են երևալ կադրում, գալիս են, բարևում են կադրում, ինչի բնականաբար ինձ դուր է գալիս։ Ես փողոցները շատ եմ սիրում, բայց չեմ սիրում, որ շատ մարդ է լինում, ու այդ ժամանակ հնարավոր չի լինում անցնել։ Առաջանանք ես ձեզ այստեղ ցույց տամ, թե որտեղ են տեղի ունենում ցլամարտերը եւ Վալենսիայի հիմնական պատմական կայարանը, ու վերջ այստեղից ես քայլում եմ դեպի ավելի դատարկ փողոցներ, որտեղ որ տեսնում եք արդեն իմ վրայով անցնում են, ու ես իսկապես չեմ տեղավորվում այս տարածքում, շատ մարդիկ կան։ Okay, ես հասա այնտեղ, որտեղից որ ուզում եի կադր նկարել, սա McDonald's-ի հայտնի կուպոլն է, որի հայերեն բառելի, չգիտեմ կարող եք հանգիստ ասել, կամարը հայտնի, այո, ես McDonald's-ի մոտ եմ, որը որ եւս շատ սիրում եմ ու շատ համեղ ուտելիքներ ունեն McDonald's-ում, այ ցույց տվեցի հիմա McDonald's-ը, այն ինչ ուզում եի ձեզ ցույց տալ։ Այստեղ ցլամարտն է տեղի ունենում, այդ հայտնի վալենսիական ցլամարտը, մյուս կողմում տեսնում եք այստեղ իմ հետևում կայարանն է, որը էլի շատ գեղեցիկ շենք է եւ այստեղ այո, տեսնում եք գեսը, որը եւս էլի շատ սիրում եմ։ Հիմա կփորձեմ այստեղից տեսնեմ էլի ինչ կարող եմ ձեզ հետաքրքիր ցույց տալ։ Այդտեղ էլի մի քանի բրենդեր կան։ Սա հայտնի ռեստորանային փողոց է, որը որ ես շատ եմ սիրում։ Այս անկյունի վրա կա մի իտալական խոհանոց, որտեղ կարող ես կիրակի օրերը գնալ եւ ընդամենը 7 եվրո մուտքով իտալական ցանկացած պիցցա, որ մտքովդ կանցնի, շատ համեղ պիցցաներ են եւ կարող ես ուտել այնքան ինչքան ուզում ես։ Էլի էս լայք եկա, բայց լավ լայք է։ Չեմ հանելու խոսամ եղեք ընդհանրապես մոնտաժ չեմ անելու, սա իսկապես հանելու եմ իրար կպցնեմ ու գնամ։ Դե ինչ, ես բարձրանում եմ արդեն վերով, փորձելու եմ էլի անցնել լիքը մարդկանց միջոցով, որովհետև այս տարածքում քանի որ McDonald's-ն է եւ շատ հետաքրքիր ուտելու պաղպաղակների եւ ժելատոների տեղ է, բնականաբար այնտեղ հերթերը շատ են, մարդիկ շատ են եւ հիմա ես փորձելու եմ քայլեմ դեպի վերև, դեպի Torres Serranos, ձեզ այդ հատվածներն էլ ցույց կտամ։ Լավ է որ մութ եղավ, հիմա ես քաղաքի ամանորյա զարդարանքը եւ նախատոնական զարդարանքը ձեզ ցույց կտամ, կփորձեմ նաեւ նկարել այդ իրենց նախատոնական բուտիկները, որ շարված են, Christmas market ասվածը, որը չեմ կարծում, որ այդքան մեծ է, բայց շատ հետաքրքիր է։ Այնպես որ հիմա կանցնեմ այդտեղ, էդ էլ կնկարեմ եւ դա կվերջանա, վերջը ես կավարտեմ այս վլոգը ու կգնամ տուն։ Okay, երեխեք ինձ թողեցին, որպեսզի ես Lego-ում կատարեմ նկարահանում, անկեղծ ասած, ոնց որ մանկության երազանքում հայտնված լինեմ, բայց ես փորձելու եմ ցույց տամ այն ինչը, որ ես շատ եմ սիրում։ Բնականաբար, ինչպես բոլոր փոքրիկ աղջիկները, ես երազում եմ պրինցեսկաների մասին, այո, պրինցեսկաներին դուք կարող եք նայել ու տեսնել, եւ ամենաշատ սիրելի բանը, որ ես շատ սիրում եմ, այս տեսակ տափակ Lego-ներն են, որտեղ այստեղ դրված է ու դուք հանգիստ կարող եք գալ այստեղ խաղալ կամ ձեր երեխաներին բերել։ Այստեղ իմ ամենասիրելի Դիսնեյի հերոսների խաղերն են ու իրենք այնքան հետաքրքիր բաժներով բաժանած են, այստեղ բոտանիկայի թեմատիկայով կա։ Ես գիտեմ, որ շատ հայտնի ռուս բլոգերներ կան, որոնք որ շատ են սիրում ընդհանրապես Lego-ներ հավաքել, բայց այստեղ ամենակարևոր հատվածն է, որը որ Lego-ի լուրջ հետևորդները կարող են գալ, այս բաժինը հիմնական լինեն, բնականաբար այո, դղյակների բաժինն է, որոնք որ բավականին բարդ են հավաքվում ու շատ մեծ Ինչ Lego-ի խանութ առանց այսպիսի հավաքած հետաքրքիր բաների։ Հիմա շուտ կտամ ինչ որ հետաքրքիր կփորձեմ էլի կադրեր վերցնել Lego-ից։ Lego-ի մարքեթինգի մասին շատ եմ խոսում, ինչ Lego առանց բջուր երեխեքի, որտեղ որ իրենք եկել են, այս մանր բաների մասին էի ասում, որոնք որ ես բնականաբար շատ եմ սիրում ու իմ համար
Ես չգիտեմ, մի ամբողջ աշխարհը դրանից որ ինքը կրթական ոլորտում արդեն օգտագործում մատորիկանը զարգացնում ընդհանրապես ինստիտուտներում, բիոլոգիական ինստիտուտներում, շատ եվրոպական երկրներում լեգոները դա կրթական process-ների մեջ են ներառված, ոչ թե մանկական, այլ համալսարանների, ինչը բնականաբար ավելի մոտիկից ինչ որ որպես կադրեր, այնպես որ լեգոն արդեն վաղուց մտել է կրթության մեջ եւ վաղուց համարվում է զարգացման միջոց, ոչ թե պարզապես խաղ։ Մենակ որ դուք պատկերացնեք լեգոյի վաճառքի հերթուրա հասնում, ասենք, չգիտեմ, այն ծերից սպասելով գալիս են, որ այստեղ կասայում գնեն այն ինչ որ ուզում են, այսինքն լեգոն շատ վաղուց արդեն դարձել է լեգենդար բրենդ։ Ես իսկապես խոսանում եմ լեգոյի մարքեթինգի մասին շատ երկար, ես կպատմեմ, այստեղ լեգոյի շատ հետաքրքիր այսպիսի կոպիտներ եւ այլն լեգոն շատ արագ է ադապտացվում նման հարցերում եւ ես սիրում եմ լեգոյի հենց այդ ադապտացիոն բանը, որ այստեղ բացի նրանից, որ իրենք աշխատում են մատորիկան զարգացնել եւ շատ լուրջ են դիրքավորել իրենց բրենդը, նաեւ կարողանում են շատ հետաքրքիր այսպիսի ինչ որ բաներ արտադրել, որոնք բնականաբար մեջ է տեսեք երեխեք էլի գալիս են այստեղ ինչ որ հետաքրքիր բաներ են հավաքում, ինչ բնականաբար շատ հետաքրքիր է, այսինքն օրինակ շատ բրենդեր կան, ասում են որ մի նկարեք, իհարկե դրանք լյուքս դասի բրենդերի մասին է խոսքը ու բնականաբար իրենք ունեն իրենց պատճառները, այս այն լուրջ լեգոիստների համար նախատեսված հատվածն է, իրականում շատ բավականին թանկարժեք իրեր են սրանք, չգիտեմ, օրինակ այս կուճուր բաները սկսվում են 60-70 եվրոից եւ այստեղ լեգոյում միջին գինը տատանվում է այսպիսի պրոդուկտների համար 50-ից մինչեւ 150 եվրո, ինչը բնականաբար լեգո ասերների համար կոպեկներ են ու շատ-շատերն են, որ չեն էլ ընդհանրապես նկատում, էլի եմ ասում, հիմնականում 60-70-100 եվրո, ինչը որ շատ նորմալ գին է լեգոյի համար, կարճ ասած ես ուզում եմ արդեն դուրս գալ այստեղից, որովհետև չգիտեմ, մի քիչ էլ մնամ, իմ բոլոր գումարները կծախսեմ, ինչ որ հետաքրքիր այստեղ մարքեթինգային բաներ ունեն։ Եթե դուք ունեք խաղալեքների խանութ, ապա Lego-ն այն խանութն է, որից որ դուք կարող եք օրինակ վերցնել։ Okay, արդեն դուրս եմ գալիս, այս վերջին հատվածներն էլ ցույց տամ։ Սա արդեն Lego-ի սիրահարների համար նախատեսված մի բան է, որը որ օրինակի համար, չգիտեմ, շատ պրոֆեսիոնալներ են անում, եթե նկատում եք, ծնողները գալիս են, խաղում են երեխեքի հետ, այստեղ ինչ որ ամանորյա ապլիկացիաներ կան, որը բնականաբար շատ հետաքրքիր է, այնպես որ գնանք սա մոտավորապես 400-500 եվրո արժի, եթե ուզում եք իմանալ, իրանք էլ ունեն Black Friday, այնպես որ տեսնում եք Lego-ն օրինակ mass market է, լավ, արդեն դուրս գանք Lego-ից, որովհետև սկսեցինք սիրահարվել Lego-ի պրոդուկտներին։ Lego-ն mass market է եւ թույլ է տալիս նկարել, բայց այնպիսի բրենդեր ինչպիսին են Hermes, Schiaparelli եւ այլն, այդտեղ նկարահանումներ անելու համար հատուկ թույլտվություններ են պետք, իսկ Hermes-ը ընդհանրապես չի սիրում, որ նկարում են իրենց մոտ, այնպես որ շատ դեպքերում պարզապես պետք է հստակ համաձայնություն ունենաս այնտեղ նկարելու համար, իսկ Lego-ն տեսեք, ես ընդհանրապես մտա, չգիտեմ, չէի նկարում, որ հարցրեցի կարող եմ այստեղ նկարահանում անել, իրենք թույլ տվեցին, ես նկարեցի Lego-ում, ինչը ինձ շատ դուր եկավ, այսինքն ամենտեղ մտնելիս դու պարզապես հարցում ես վաճառողին, եթե թույլ են տալիս կարող ես նկարել, բայց շատ դեպքերում հավանականությունը շատ մեծ է, որ կմերժեն ձեզ, որովհետև իրենք չեն սիրում, որ այստեղ նկարում են, հատկապես խանութներում։ Այսօր ճիշտ ասած խանութներ չեմ մտնելու, չեմ նկարելու, որովհետև արդեն շատ հոգնած եմ եւ ուզում եմ այն կենտրոնական հատվածներն էլ ձեզ նկարելու ցույց տալ ու արդեն ավարտենք ամեն դեպքում Lego-ն էլ մտավ այս վլոգի մեջ, ինչը ինձ շատ ուրախացնում է։ Ընկերները արդեն շատ ցածր է մարտկոցի տոկոսը, բայց ես որոշեցի մի հատ հատված եւս ցույց տալ, այս հատվածը շատ կարեւոր հատված է Վալենսիայում, սա բանկերի խաչմերուկ ասվածն է, այնտեղ եթե տեսնում եք, իրենց կենտրոնական բանկն է այս հատվածում, կամ ինչ-որ պետական ֆինանսական հաստատություն, այստեղ իրենց ամենահայտնի բանկն է BBVA-ն, որը որ ես ասում եմ Վալենսիայի VTB-ն, այն կողմում Սանտանդերն է, կարճ ասած սա մի հատ հետաքրքիր բանկերի խաչմերուկ է, որը իրականում, եթե դու զբաղվում ես բիզնեսով, եթե դու որոշակի ֆինանսական գործարքներ շատ ես անում, ապա հենց այս մասնաճյուղերը, որոնք բոլորն էլ գլխամասային գրասենյակներ են, եւ փաստաթղթերի առումով, եւ հաշվապահության առումով, եւ շատ առումներով քեզ անհրաժեշտ կլինի անընդհատ այս խաչմերուկում պատտվել եւ շատ հարմար է, որ իրանք իրար հետ են, որովհետեւ մեկն ինչ որ գործարք է հաստատում, կարող ես գնալ դիմացը եւ այլն, այսինքն այդ առումով սա BBVA-ի երկրորդային մուտքն է։ Այնպես որ այս առումով սա շատ էլիտար ֆինանսական խաչմերուկ են անվանում այս հատվածը, որը որ ես շատ եմ սիրում եւ այստեղ իրականում ավելի շատ ֆինանսական եւ բիզնես բրենդեր կտեսնեք, որոնք որ բարձր դասի են
եւ չեք տեսնի օրինակի համար, չգիտեմ, արդեն mass market-ի կամ մնացած բրենդերը, այստեղ բոլոր բրենդերը միայն մեկ հագուստի փողոց կա, որը որ էլի մոտ է լյուքս դասին, բայց լյուքս դասի չէ։ Այս բրենդերն են, որոնք որ, չգիտեմ, կարողանում եք կարդալ թե ոչ, բայց ամեն դեպքում ձգտում են լինել լյուքս դասի բրենդեր, որովհետեւ ներով իրենց ապրանքները մի քանի հազար եվրոների են հասնում, բնականաբար այն բրենդը, որը որ բավական թանկարժեք է, հայտ է ներկայացնում լինելու լյուքս դասի։ Դե ինչ, վերջապես ես ասա քաղաքի կենտրոնական հատվածում, որի դեկորացիաները ուզում եմ ձեզ ցույց տալ, չեմ ասի, որ շատ փայլում են իրենց զարդարանքով։ Սա Plaza de la Reina, թագուհու հրապարակ ասվածն է։ Հիմա այստեղ ցույց տամ։ Իմիջայլոց եղեք, եթե ես իմանայի, որ այս ժամերին ավելի քիչ մարդիկ կան եւ այդքան էլ իմիջայլոց հիշեցի crowd-ի բառի հայերենը, դա մարդաշատն է։ Երկար ուղեղումս պետք է ասում եմ, թե ես ինչի չեմ հիշում այդ բառերը։ Հիմա ես արագ քայլեմ ու ձեզ ցույց տամ Christmas market-ը, որ ամեն տարի այստեղ նույն տեղում է լինում։ Ցույց կտամ այն դեկորացիաները, որ դրել են, ջութակ, չեմ կարող ցույց տալ, լիքը մարդ կա, որովհետև եւ սաքսոֆոն, ջութակ եւ սաքսոֆոն եւ դհոլ եւ չգիտեմ ինչեր, որոնք որ բավականին գեղեցիկ ինստալացիաներ են, այսպես ցույց տամ ձեզ, բավական հետաքրքիր է, այստեղ իսկապես մարդաշատ է արդեն, այս ժամերին, չնայած քաղաքը սկսեց դատարկվել, այսպես քայլեմ, հա, այսպես, ես կարծում եմ անգամ երևի տեղերը չեն փոխվել, նույն տեղերն են, նույն մարդիկ են, նույն դասավորվածությունը, անցած տարի եմ այստեղ եղել, ու անկեղծ եմ ասում, ոնց որ ոչինչ փոխված չլինի, ոնց որ նույն ձևով, նույն բրենդերը ինստալացիա արած լինեն, նույն տեսքով, ինչը որ բավականին հետաքրքիր է, միայն դիմացի այս ինստալացիաներն են, որ ինչ որ երաժշտության հետ կապ ունեցող ինստալացիաներ են դրել, էլի շատ հետաքրքիր է, անկեղծ եթե ասեմ Christmas market-ից կարող ես լիքը անպետք իրեր քեզ համար գնել, այնպես որ աշխատում եմ չնայել, որպեսզի այդ ամեն ինչը չգնեմ ու անիմաստ ծախսեր չանեմ, որովհետև իրականում ես հասկացել եմ, որ Christmas market-ից իմ գնած բոլոր ապրանքները ընդհանրապես մի քանի ամսից հետո հայտնվում են կամ աղբամանում, կամ ընդհանրապես այդպես էլ մնում են որպես իր ավելորդ իր տանը։ Իրականում եթե տեսնեք, այդքան էլ մեծ չի Christmas market-ը, նույնքան է, երևի թե նույն չափսին է, ինչ որ ես տեսել եմ Երևանում, ամեն դեպքում հիմա չգիտեմ Christmas market կա Երևանում թե ոչ, ինձ կարող եք կոմենտներում գրել կա հիմա Christmas market-ը թե ոչ, բայց այս Christmas market-ը տևում է մինչև ամսի 24-25-ը եւ միանգամից փակում է։ Այստեղ էլի իմ սիրելի McDonald's-ն է հետևում, եւ ինչ որ այսպես հետաքրքիր բաներ, իմիջիալոց սա ամենակիչն է, որ կարող եք տեսնել, եւ ավելի հետաքրքիր, շուրջ չգիտեմ, կարմիր գույնի հրեշտակ, որը որ մենք Երևանի փողոցում սպիտակ ունենք, չէ՞, բայց պարզվում է, որ հրեշտակը կարա կարմիր գույնի էլ լինի, ինչ որ նկատեցիք։ Այստեղ էլի լիքը մարդիկ, ու ես փորձում եմ այս արանքներից գնալ։ Վալենսիայում իմ ամենասիրելի հատվածը իրականում այս եկեղեցին է, չգիտեմ, որ կարողանամ իրեն հնարավորինս ցույց տալ։ Շատ եմ սիրում այս եկեղեցին երկու կողմ ունի, մյուս կողմից էլ կփորձեմ ձեզ ցույց տալ։ Արդեն մոտենում ենք Սերանոսին, այնպես որ հաջորդ կադրով արդեն ցույց կտամ Plaza de la Virgen-ը ու Սերանոսը։ Դե ինչ, այս իմ շատ սիրելի եկեղեցու հակառակ կողմն է, որտեղ որ դուք կարող եք տեսնել 12 առաքյալների արձանները, վերևում Հիսուսի արձանը, կարճ ասած, այս եկեղեցին արվեստի գլուխ գործոց է։ Պարզապես Վալենսիան ունի 2 տոնածառ, սա մյուս տոնածառը, եւ այս եկեղեցին, որը որ դրսից այդպես անհրապույր է երևում, իրականում շատ հայտնի եկեղեցի է Վալենսիայում եւ այստեղ հարսանիք կազմակերպելու համար դու ստիպված ես ամրագրել քո հարսանիքի օրը առնվազն 1 տարի առաջ, որը աբսուրդի ժանրից է, որովհետեւ շատ հավանական է, որ դու 1 տարի առաջ չիմանաս, որ օրինակ ուզում ես ամուսնանալ, բայց իրականում սա բավականին թանկարժեք եկեղեցի է, ներսում կան ինչ-որ հետաքրքիր ինստալացիոն էֆեկտներ եւ այլն եւ այլն։ Այ այստեղից քաղաքը մի քիչ ավելի գեղեցիկ է զարդարած, այստեղ փորձեմ ցույց տալ, մարդիկ գալիս եւ անցնում են կամերայի կողքով, տակով եւ վրայով։ Այստեղ այ հենց սա է, որ Virgen de la Plaza-ի հենց հիմնական ցայտաղբյուրն է, որը որ հիմնականում նրա անվամբ էլ կոչվում է եւ իսկ ինչու՞մ է տարօրինակությունը այս Virgen Plaza-ի, որը որ Սուրբ Մարիամ Աստվածածնի պլասան է, արագ քայլեմ, րոպեները չլրանան,
իսկապես շատ տարօրինակ ընկերներ, նայեք, իրականում արձանը, տղամարդու արձանը, ես չգիտեմ որքանով կերևա թե ոչ, բայց շատ տարօրինակ է իրականում ու այս առումով շատ ծիծաղելու է, որ տղամարդու արձանը, ինչով է հայտնի նաև այս հրապարակային եկեղեցու բակը, որ ես ձեզ ցույց տվեցի, այ դա, որը որ ձեզ ցույց տվեցի, ուրեմն այս եկեղեցին, որ տոնածառի հետ է նկարչացած, այս եկեղեցու բակում, եթե չեմ սխալվում, ամեն ամիս որևէ չորեքշաբթի օր, թե ամեն չորեքշաբթի օր տեղի ունենում հանրային դատ ասվածը, իրենք ունեն ավաքանի մեծերից կազմված եւ այդ ավականին որոշում է հանրային դատը, այսինքն դա նշանակում է, որ օրինակի համար, չգիտեմ, հարևանիդ հետ չես կարողանում տարածք կիսել եւ ուզում ես անպայման հարևանիդ հետ այդ վեճը բերես, որ ավականին լուծի, քաղաքի ավականին, որի մեջ որ ընտրվում են այդ մարդիկ եւ այլ, դա շատ լուրջ ավականի է եւ եկել է դարերից իմիջայլոց այդ դատ ու դատաստանը, այդ բարագայում իրենք ինչ որոշեն, դա օրենքի ուժ ունի եւ քաղաքապետարանը եւ հետո իրավական մարմինները դա օրենքով հարցնում են, այնպես որ հաստատում են, ներողություն եմ խնդրում, այնպես որ այստեղ դուք կարող եք գալ տեսնել հանրային իրական դատ, որը դարերից եկել է, ես չգիտեմ թե քանի դար է դա գործում, բայց բավականին էֆեկտիվ է, այնպես որ եւ ես էլ որոշակիորեն մտանք սուվենիրների խանութ, բայց հիմա կասեմ ինչ եմ, օլա բնես, այս սրա համար եմ ուզում նկարել ձեզ, այսպես փորձեմ ցույց տալ, այ տեսնում եք այս դատը որ կա, չգիտեմ մոտիկից երևում է թե չէ, բայց խոսքը դրա մասին է, հենց այս տեսք ունի, այդ եկեղեցու բակում մեկին մեկ ինստալացիան դրված է եւ էլի այդ լայք եկավ չեմ հանելու, իսկ սա շատ սովորական սուվենիրների խանութ է, որը որ ես էլի շատ հավանում եմ եւ այստեղ իրականում սուվենիրները բավականին մաչելի են, վալենսիական սուվենիրներ են, այնպես որ դուրս գանք այս խանութից չհասցրեցին կարելի է նկարել, թե չի կարելի է նկարել, ինչպես եւ խոստացել է, ես անում եմ վլոգի վերջին հատվածը Սերանոսից եւ դուք տեսնում եք Վալենսիայի երրորդ տոնածառը, որ ընդհանրապես ինձ հանդիպեց, իսկ թվում է շատ տոնածառներ կան Վալենսիայում դրված ամեն համայնքի համար, սա կենտրոնում 3 հատ կար, ուրեմն քաղաքը երկու մասից է բաղկացած, հին Վալենսիա եւ նոր Վալենսիա, սա հին Վալենսիան է, մյուս կողմում նոր Վալենսիան է եւ նրանց բաժանում են էլես լայքը եւ նրանց բաժանում է այս մեծ շուռ եկավ արիստեղ այս մեծ դարպասները, որ կոչվում են Torres de Serranos, տեսակ բառը հիշեցի։ Հին Վալենսիայում ենք, որ այս ամբողջ նկարահանումը անում ենք իրականում, իսկ հիմա մենք դարպասների տակով կանցնենք հայերեն ասած դալան, էլի լիքը մարդիկ, որոնք ուզում են իմ վրայով անցնեն, չեմ կարողանում անցնել արանքից, բայց ոնց որ ստացվեց ինձ մոտ, այսպես դուրս եկանք հին դարպասներից, փոքր հեռվից կնկարեմ ձեզ եւ դուք կտեսնեք ընդհանրապես իրենք ինչ տեսք ունեն այս դարպասները, հիմա այստեղ պարզապես իրենց ամանորյա այս գիսաստղը, որ այսպես գալիս ընկնում եք, կարող ես երազանք պահել, կարող ես անցնող տակով ու երազանք պահել, ինչը որ ես հիմա կանեմ, որ օրինակ ես կարող եմ երազանք պահել, որ իմ վլոգը մի օր ունենա միլիոնավոր հետևորդներ, օքեյ, ունենա հազարավոր հետևորդներ, գոնե մի 100,000, տեսնենք կստացվի ինձ մոտ թե ոչ, ամեն դեպքում ես ամեն ինչ անում եմ դրա համար, հիմա լույսի տակ սպասում ենք, ինչ, ու ես փորձում ինչ-որ ցույց տալ ինչ-որ բաներ, որ շուրջ չգա, բայց օքեյ լավ, այսպես շատ մեծ չտանջենք, արդեն լույսերի մեջ է քաղաքը, երբ որ վլոգը սկսում էի նկարել, ինքը բնականաբար լուսավոր էր, բայց երբ որ ես արդեն ավարտում եմ վլոգը, արդեն ավարտում եմ մի կադրել եմ ընդհանրապես անելու, շատ հեռվից որ դարպասները տեսնեք ու վերջ։ Դե ինչ ես հասա իմ աստղին, շատ սիրուն, կկանգնեմ այստեղ երազանք կպահեմ ու այստեղից կնկարեմ ձեզ համար, մարդիկ էլի ուզում են իմ վրով անցնեն, բայց ես պայքարում եմ եւ ցույց չեմ տալիս որ իմ վրա։ Ահա այստեղից այսպես հեռու պահեմ, դուք կարող եք տեսնել դարպասները Վալենսիայի, գամ այստեղ մի քիչ երազանքս պահեմ, ասում են երազանքը չեմ բարձրաձայնում, դրա համար չեմ բարձրաձայնի, բայց մոտապես պատկերացրեք դուք թե ես ինչ երազանքներ եմ պահում։ Okay, եւ այս հատվածն էլ ձեզ ցույց տամ։ Այս հատվածը դա մեծ կամուրջն է, որ էլի դարերի նշանակություն ունի։ Ժամանակին այս կամուրջը սարեր ձորերից եւ անհարթ միջավայրերից, որտեղ որ բնակչություն չկար, միավորում էր քաղաքի հետ եւ սա հիմնական մուտքն է։ Այս կամուրջը եւս ունի դարերի պատմություն, այնպես որ իսկ այս հատվածը արդեն որ տեսնում եք քաղաքի մյուս հատվածը, դա բոլորովին նոր կառուցված հատվածն է վերջին 100-ամյակների ընթացքում, իսկ սա ունի դարերի պատմություն։
Դե ինչ սիրելիներս, ես հենց այս աստղի տակ էլ ասում եմ ձեզ տեսություն, կոմենտներ գրեք, ինչ ինձ շատ կօգնի, որ ակտիվացնեք իմ վլոգը, ցանկացած տեսակի հարցեր, կոմենտներ, այն ինչը որ ձեր մտքով անցնում է, բաժանորդագրվեք իմ ալիքին, լայքեք այս եթերը, դրանով դուք ինձ կօգնեք, որպեսզի ես ավելի ոգևորվեմ ու ավելի հետաքրքիր վլոգներ ձեզ համար նկարեմ։ Այսօր այսքանն էի նախատեսել, կհանդիպենք հաջորդ վլոգներում։ Առայժմ